Տեսեք 25 տարի հետո խոսել 1999 թվականին տեղի ունեցած իրադարձության մասին մեկ բացատրություն կարող է ունենալ։ Այն անձինք, ովքեր որ ուղղակի ներգրաված են եղել եկեղեցու ակտիվ կյանքում բարձրաստիճան եկեղեցականներ են եւ 99 թվի կաթողիկոսական ընտրությունների վերաբերյալ գնահատականներ են տալիս դրանից 25 տարի, 26 տարի հետո, որին իրենք էլ մասնակցել են։ Ես մեկ բացատրություն ունեմ, որ այս մարդիկ լեթարգիական քնի մեջ են եղել, որովհետև եթե արթուն եղած լինեին, իրենք պետք է այդ թեմային անդրադարձած լինեին, այդ թվում նաև ոչ մի անգամ։ Իրենցից շատերը այդ իրադարձությանը մասնակից են եղել։ Նախ ես ասեմ, որ ազգային եկեղեցական ժողովը 99 թվականին որևէ ձևով իր արդյունքներով հնարավոր չէ վիճարկել։ Դա եկեղեցական կանոնական բոլոր ընթացակարգերով պատշաճ կազմակերպված ժողով է եղել, որի ընտրության արդյունքում կաթողիկոս է ընտրվել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Դրան հաջորդել է օծումը։ Օծում է կատարվել։ Դրանից անցել է 26 տարի, եւ այդ 26 տարիների ընթացքում այդ ստորագրող անձանցից շատերը հենց եկեղեցական աստիճանի բարձրացում ունեցել են հենց կաթողիկոսի ձեռքով։ Ես սա ուրիշ կերպ չեմ կարող անվանել, քան ինչպես անվանեցի, ինքնաժխտում։ Հիմա դրա համար իրենք ինչ պատճառաբանություններ կբերեն։ Դա ընդամենը շարունակի մնալ անհեթեթություն, ինքնարդարացում, պատրվակ։ Ինձ հետ անձնական հարաբերություններ ունեցել են, լավ չեն ունեցել։ Գնահատում են 99 թվի կաթողիկոսի ընտրությունները ոչ լեգիտիմ կամ այլն։ Սրանք ընդամենը պատրվակներ են եւ կեղծիք։ Գիտեք ինչ, որևէ պատճառաբանություն չի կարող արդարացնել դավաճանական գործողությունը։ Այն ինչ որ արել են մարդիկ, դա ավելին կամ պակաս չէ, քան դավաճանություն։ Ընդամենը այսքանը։ Սա ուխտադրժություն է, դասալքություն է եւ դավաճանություն։ Գիտեք, ես այսպես շուրջօրյա կոնտրոլ մշտադիտարկում չեմ իրականացնում մյուսների նկատմամբ։ Նրանք յուրաքանչյուրը ունեն իրենց ընտրության հնարավորությունը։ Շատ հստակ է, որ այդ քայլին միացողները ինչպիսի խարան են վերցնելու իրենց վրա։ Շատ հստակ է։ Ես դրա գնահատականը տվեցի։ Հիմա եթե մարդիկ կամավոր ուզում են այդ խարանը վերցնեն իրենց վրա, ով կարող է խանգարել իրենց։ Մենք չենք ստիպելու, մենք չենք հարկադրելու, բայց եթե մարդը ցանկանում է մեռնել, ոչ մի բժիշկ չի կարող իրեն օգնել։ Ամենահմուտ բժիշկը անգամ չի կարող մարդուն փրկել, եթե նա հետևողականորեն նպատակասլաց ցանկանում է ինքնահրկիզվել։ Խնդրեմ, իր ընտրությունը մեզանից յուրաքանչյուրինն է։ Յուրաքանչյուրը ինքն է ընտրում։ Այսքանը։